Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Նվազեցնել հարկերը, պետականացնել ռազմական ոլորտները, զարգացնել տեխնոլոգիաները, թե վերականգնել արտադրական տնտեսությունը։ Տնտեսական ինչ մոդելներ են առաջարկում քաղաքական ուժերը։ Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում պետական գաղտնիք հավաքել և փոխանցել չկա, փաստաբանը մանրամասներ է հայտնել։ Ռուսաստանը հերթով խնդիրներ է գտնում հայկական ապրանքներում, ծաղիկներից ու միրգ բանջարեղենից, կոնյակ ու գինի։ Մոսկվայից հնչող քաղաքական հայտարարություններն էլ ավելի են կոշտանում։ Տնտեսական վերահսկողություն, թե Երևանին ուղղված քաղաքական ճնշման նոր փուլ։ Զինված ուժերը նոր զինանշան ունի, ինչ է հրապարակել կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Քարոզարշավի 16-րդ օրն է, նախընտրական երրորդ շաբաթն աչքի է ընկել աղմկահարույց միջադեպերով, սկանդալային ու քրեական հարցերով։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ընտրակաշարք տալու, ստանալու ու բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ձերբակալել են 21 անձի, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ձերբակալել են։ Պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։ Նրա խոսքով գործի նյութերից չի բխում ոչ միայն պետական դավաճանության, այլև առհասարակ որևէ այլ քրեական հոդվածի հանգամանք։ Ավելին, մեղադրանքում պետական գաղտնիք հավաքել և փոխանցել չկա, պնդումից հրաժարվել է։ Ասում են ինչ որ գրած է, ասում եմ գրածի մեջ գրած չի, ասում եմ դե ինչ որ գրած է, ասում եմ մենք պարզ հարց ենք տալիս, մեղադրում եք այս մարդուն, որ պետական գաղտնիքա փող անցել, ասում եմ ինչ որ գրած է, ասում եմ կարդում եմ գրած է, որ այլ տեղեկատվություն, այս ինչ որ գրել եք, ստեղից կարանք իմանանք, որ նա պետական գաղտնիք, ասում եմ պետական գաղտնիք չենք պնդում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնել է Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ դատախազության միջնորդությանը։ Դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը։ Հաճախորդը զառանցանքների մեջ եմ ընկել, հաճախորդը իրեն պատե տալիս, որովհետև հասկանում է, որ հունիսի 7-ին գալու է իր վերջը, իսկ իր վերջը տալու է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման և սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին, զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը և Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք և հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները և դրան հաջորդող հրապարակումները, որովհետև լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ պարզաբանում չտվեցին և մենք բոլորս, այդ թվում նաև ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում, այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանամյոնից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս և վերջ։ Հայաստան դաշինքն այսօր արմավիրում է։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գործող կառավարությունն անընդհատ խնդիրներ է ստեղծում, պատերազմ է հրահրում, զոհեր է բերում, մահաբեր կառավարություն է։ Սա պատոհաս է, փորձանք է Հայաստանի Հանրապետության համար։ Աչ ու ձախ սենց փեդը վերցրած, մահակը վերցրած, անունը դրած իրավապահ մարմիններ, ժողովրդի հետևից ընկած, փորձում են ստիպելով, պատերազմով վխացնելով վերարտադրվել։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր անվտանգային մարտահրավերների առջև, հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով երկրում 1.300.000 մարդ ապրում է սոցիալապես անապահով վիճակում, այսինքն աղքատ է։ Այս խնդիրները լուծելու փոխարեն, այս խելագարը ռուպը վերցրել անգելափողոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է հետևյալը. քվեարկեք ինձ, որ Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնեմ, քվեարկեք, որ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին բանտ նստեցնեմ։ Ժողովուրդ, այս 3 մարդկանց ինքը արդեն
Մեկ անգամ Քոչարյանի պարագայում 3 անգամ ապօրինի որոշմամբ կարողացել է բանտ նստեցնել։ Ձեզանից որևէ մեկի կյանքում դրանից հետո որևէ լավ բան տեղի ունեցել է։ Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տնտեսական թեման կրկին դարձել է քաղաքական պայքարի գլխավոր ուղղություններից մեկը։ Իշխանությունն իր խոսույթում շեշտում է տնտեսական աճն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, ընդդիմադիր ուժերը արտադրության, գյուղատնտեսության եւ պետական աջակցության ուժեղացումը։ Մի քաղաքական ուժը խոսում է տեխնոլոգիական արդիականացումից, մյուսը ռազմավարական ոլորտների նկատմամբ պետական վերահսկողությունից, երրորդը տեղական արտադրության եւ ինքնաբավ տնտեսության կառուցումից։ Այսպիսով ընտրապայքարը աստիճանաբար վերածվում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական մոդելների մրցակցության։ Տնտեսական ինչ մոդելներ են առաջարկում քաղաքական ուժերը, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հայաստանում խորհրդարանական ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտը կրկին կենտրոնացել է տնտեսության վերաբերյալ մեծ խոստումների վրա։ Տարբեր ուժեր առաջարկում են զարգացման միմյանցից էապես տարբերվող մոդելներ։ Իշխանությունը տնտեսական զարգացման հիմքում դնում է ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ տեխնոլոգիական աճը, շարունակ պնդելով, թե իրենց կառավարման 8 տարիներին Հայաստանի տնտեսությունն էականորեն աճել է։ Թեպետ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրում գրել է, թե պետության զարգացման հիմքը զարգացած տնտեսությունն է, այդուամենայնիվ քարոզարշավի երկրորդ չափածն է, բայց այս ուժն իր քարոզարշավի ընթացքում չի խոսում տնտեսական զարգացման մասին։ Փոխարենը պատմում է, թե որ գործարանն ում ձեռքից է վերցնելու կամ պետականացնելու։ Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը տնտեսական զարգացման իր պատկերացումներում առաջնահերթ է համարում բիզնեսի խթանումն ու գյուղատնտեսության զարգացումը։ Կուսակցությունն առաջարկում է փոքր եւ միջին բիզնեսի համար հարկային բեռի թեթևացում, գյուղատնտեսական պետական աջակցության ընդլայնում, ինչպես նաեւ ներդրումային արտոնություններ։ Մասնավորապես մրցունակ տնտեսություն եւ բարենպաստ հարկային միջավայր, որը իր մեջ ներառում է վարկային գերության ու բանկային ռեկետի բացառում, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն եւ սոցիալական համերաշխություն։ Հայաստան դաշինքի մոտեցումը առավել պետականակենտրոն է։ Ծրագրում առանձնահատուկ տեղ ունի արդյունաբերության վերականգնումը, պետական վերահսկողության ուժեղացումը, ռազմավարական ոլորտներում նաեւ էներգետիկ համակարգի նկատմամբ պետական դերակատարության մեծացումը։ Դաշինքը կարևորում է նաև գյուղատնտեսության պետական աջակցությունը եւ տնտեսական կապերի խորացումը ԵԱՏՄ երկրների հետ։ Մենք իրոք թռիչքաձև աճ ենք ունենալու եւ ձեր կյանքի որակը շեշտակի փոխվելու է եւ ամեն տարի դուք դա զգալու եք։ Ուժեղ Հայաստան քաղաքական ուժը տնտեսական զարգացման հիմքում դնում է արտադրական տնտեսության վերականգնումը, ծրագրում շեշտվում է տեղական արտադրության խթանումը, էներգետիկ ինքնաբավության բարձրացումը, փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը եւ աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում։ Ուղերձը կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ տնտեսությունը պետք է ծառայի երկրի ինքնաբավության եւ երկարաժամկետ կայունության ապահովմանը։ Մեր տնտեսական ծրագրի առաջի քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը ցույց են տալիս զարգացման տարբեր մոտեցումներ տեխնոլոգիական արդիականացումից մինչև արդյունաբերական վերածնունդ եւ պետականակենտրոն տնտեսական մոդելներ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը աստիճանաբար տեղափոխվում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարթություն։ Մոսկվայից հնչող կոշտ հայտարարություններին զուգահեռ ռուսական վերահսկող մարմինները հերթական սահմանափակումներն են կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ, խնդիրներ արձանագրելով տարբեր ապրանքների ներմուծման ու վաճառքի գործընթացում։ Այս ֆոնին ավելի հաճախ է տպավորություն ստեղծվում, որ տնտեսական որոշումները վաղուց միայն տնտեսության մասին չեն։ Փորձագետների գնահատմամբ Ռուսաստանը փորձում է Երևանին փոխանցել հստակ ազդակներ, հիշեցնելով թե իր ազդեցության լծակների, թե տարածաշրջանային շահերի մասին։ Թեմայի մանրամասները ռեպորտաժում։ Դեռևս անհայտ պատճառներով Ռուսաստանը Հայաստանից ներկրվող ծաղիկներում, միրգ բանջարեղեններում, այժմ էլ ալկոհոլային արտադրանքներում խնդիր է տեսնում։ Այդ ֆոնին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն աստիճանաբար կոշտանում են։ Միայն վերջին օրերին Մոսկվայից մի քանի կոշտ հայտարարություն է հնչել։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Փաշինյանն արդեն մի քանի քաղաքական որոշումներ է կայացրել միանալու այն երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի դեմ եւ փորձում են ոչնչացնել այն։
Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին ի վնաս իրեն, աջակցելով հանրապետության քաղաքացիներին եւ տնտեսությանը։ Եվ դրա դիմաց ստանում է անբարոյականություն եւ անազնվություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, թե Ռուսաստանը գերտերություն է եւ դրան պետք է վերաբերել հարգանքով։ Չի ուշացել նաեւ Կոնստանտին Զատուլինի արձագանքը։ Սա պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությունը քողարկելու փորձ է։ Եթե Հայաստանի մասշտաբն ավելի մեծ լիներ, Փաշինյանը վաղուց մեզ կդավաճաներ։ Ավելի ուշ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տարօրինակ է համարել խոսակցությունները Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարելով, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը մնա միությունում, զարգանա ու բարգավաճի։ Սակայն քաղաքական հայտարարություններին զուգահեռ շարունակում են նաև տնտեսական սահմանափակումները։ Ռոսպոտրեբնadzորը հայտարարել է, որ Ռուսաստանում կասեցվել է հայկական մի շարք ալկոհոլային արտադրանքների իրացումը։ Խոսքը Վեդի Ալկո Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինի կոնյակի տուն ընկերությունների արտադրանքի մասին է։ Ռուսական կողմը պնդում է, թե հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող գինիներ եւ կոնյակներ, ինչից հետո ներմուծողներին ու առևտրային ցանցերին հանձնարարել են դադարեցնել դրանց վաճառքը եւ շրջանառությունից հանել արտադրանքը։ Սա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, երբ ռուսական վերահսկող մարմինները խնդիր են արձանագրում հայկական արտադրանքի մեջ։ Ավելի վաղ ժամանակավորապես կասեցվել էր նաև հայկական ջերմուկ հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։ Ռուսաստանի վերջին կոշտ հայտարարությունները Հայաստանի հասցեին ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կապ ունեն Հայաստանում իշխանության ձևավորման ընթացքի եւ Մոսկվայի տարածաշրջանային շահերի հետ։ Մոսկվան փորձում է բարձրացնել Հայաստանում իշխանության ձևավորման այս process-ում իր շահերի գինը, ինչպես տեսնում է, դա անում են աշխարհաքաղաքական մյուս կենտրոնները։ Վերլուծաբանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում վստահելի կամ անվստահելի գործընկեր լինելու հարցադրումը այնքան էլ առանցքային չէ, քանի որ նման հարաբերություններում պետությունները հիմնականում առաջնորդվում են ոչ թե վստահությամբ, այլ շահերով եւ ազդեցության մեխանիզմներով։ Նրա խոսքով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի բավարար լծակներ իր դիրքերը վերահսկելու համար, իսկ ներկայում Մոսկվայում տեղի են ունենում որոշակի վերանայումներ կապված տարածաշրջանային քաղաքականության հետ։ Բադալյանի գնահատմամբ այժմ տեղի ունեցող գործընթացները դեռևս չեն նշանակում, որ Մոսկվայի հիմնական նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է։ Ինքնանպատակ համարել, որ կամ միարժեք համարել, որ Ռուսաստանը ունի նախընտրած տեխնացու եւ ըստ այդմ փորձում է այդ հարցը լուծել, ես կարծում եմ դա հեռու է իրականությունից եւ ամենևին այսպես Ռուսաստանի համար խնդիր չէ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ռուսաստանի համար, ինչպես նշեցի, այս շրջափուլում կարևորը իր շահերի եւ իր հետաքրքրությունների գինը բարձրացնելն է։ Այս ամենի ֆոնին Մոսկվայից շարունակում են հնչել նաև քաղաքական ուղերձներ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար։ Ինչպես դա արվեց Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի դեպքում, հիմա էլ փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ, մեկ նպատակով՝ հնարավորինս մեծ ցավ պատճառել Ռուսաստանին։ Քաղաքական կոշտ հայտարարություններին զուգահեռ ռուսական կողմի տնտեսական սահմանափակումները ավելի հաճախակի են դառնում, խորացնելով տպավորությունը, որ Մոսկվան Երևանին ուղարկում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդակներ։ Մայրաքաղաքում այսի 28-ին տեղի է ունենալու զորահանդես, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Հրապարակում պատմության թանգարանի շենքի վրա պաստառներ են կախել, որոնց վրա պատկերված է անհայտ ծագման զինանշան։ Այն նման է զինված ուժերի զինանշանին, սակայն փոփոխված տարբերակով։ Զինված ուժերի զինանշանի փոխված տարբերակի մասին ոչ քննարկում է եղել, ոչ նախագիծ, գրել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա։ Միջազգային լրահոսից Թրամփը որոշել է հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները դիվանագիտությանը հնարավորություն տալու համար։ Wall Street Journal-ը գրել է, որ ամերիկացի առաջնորդը հանդիպել է ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թեհրանի վերաբերյալ հաջորդ քայլերը քննարկելու համար։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, բայց իր օգնականներին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական գործընթացին ավելի շատ ժամանակ տալ արդյունքների հասնելու համար։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը Բելգորոդի մարզում տերորիստական հարձակում է կանխել։ Այն պետք է իրականացներ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հավաքագրած տեղացի բնակչուհին։ Գործակալության տվյալով Կիևը փորձել է նրան գործածել որպես կենդանի ռումբ։ Կինը զգոնություն է ցուցաբերել եւ անձամբ կապվել է անվտանգության ծառայության հետ։ Բայթուցիկ սարքը վնասազերծվել է։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։ Բայրակթարը նշել է, որ քննարկել են նավթի, բնական գազի, էներգետիկայի, տարածաշրջանային էներգետիկ կապուղիների եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացվող քայլերը։ Իրանական ռազմական աղբյուրը Թասնիմին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողությունների, եթե Միացյալ Նահանգները կամ նրա դաշնակիցները թշնամական գործողություններ ձեռնարկեն։ Իրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի ավելի առաջադեմ երրորդ փուլով պատասխանի, որը կներառի նոր զենքեր, մարտավարություն եւ հնարավոր է ավելի լայնածավալ գործողություններ։ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները պետք է ունենան պլան B Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Թեհրանը հրաժարվի վերաբացել միջազգային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին եւ փորձի այնտեղ սեփական կանոններն ու տուրքերը սահմանել, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել։ Մարկո Ռուբիոն հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական Սրուգիմ լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա, եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքին, գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսական կողմի պնդմամբ թիրախում է հայտնվել տեղի մանկավարժական համալսարանի քոլեջի հանրակացարանի շենքը, որտեղ հարձակման պահին քնած են եղել տասնյակ դեռահասներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Պորտուգալիայի ազգային գվարդիան ձերբակալել է ֆրանսիացի կնոջ, որը կասկածվում է իր 2 փոքր երեխաներին փողոցում թողնելու համար։ Երեխաներին այս շաբաթվա սկզբին գտել են պորտուգալական փոքրիկ քաղաքում միայնակ քայլելիս։ Ֆրանսիայի իշխանությունները համաեվրոպական խնդրագիր էին հրապարակել օգնել գտնել կնոջը եւ 4 ու 5 տարեկան երեխաներին։ Այն բանից հետո, երբ նրանք անհետացել էին Ֆրանսիայի Կոլմար քաղաքում գտնվող իրենց տնից։ Պորտուգալիայի դատական ոստիկանությունը 5 շաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ երեխաները հայտնաբերվել են 3 շաբթի Ալկասեր դու Սալ քաղաքի ճանապարհին։ Նրանք ըստ երևույթին կորել են, երբ մայրը նրանց լքել է։ Կնոջից բացի ձերբակալվել է նաև 55-ամյա տղամարդ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից Երևանի հարավարևմտյան թաղամաս։ Ջորջ Ալին արդեն 4 տարի է փորձում է իր կյանքը կառուցել Հայաստանում։ Նա այստեղ է եկել համավարակից հետո, կորցրած բիզնեսից ու նոր հնարավորություններ փնտրելու ճանապարհից հետո։ Այս ընթացքում հասցրել է սովորել հայերեն, աշխատել տարբեր ոլորտներում, ընկերներ ձեռք բերել ու միաժամանակ բախվել նաև խտրական վերաբերմունքի։ Բայց անկախ դժվարություններից Ջորջը վստահ է Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որտեղ ինքը ոչ միայն կապրի, այլև կհասնի իր նպատակներին։ Դիտենք իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժը, իսկ մենք կհանդիպենք ժամը 21-ին։ Ջորջ Ալին է։ Ոչ, խոսքը ամերիկացի դերասանի մասին չէ։ Խոսքը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից Հայաստան տեղափոխված 30-ամյա երիտասարդի մասին է, որը արդեն 4 տարի է ապրում է Երևանի բնակիչների շրջանում Բանգլադեշ անունով հայտնի հյուսիսարևմտյան թաղամասում։ Ես մի հատ բիզնես ունեցել եմ, որ փոքր ռեստորանին, թե չէ բիզնես կիններ, ով իրանց տանից ուզում է բիզնես սկսի, ես իրանց օգնել եմ ոնց իրանց բիզնեսը տանում է online with logo, business card ու ամեն ինչով։ Ու ես հետո հետզանիվով իրանց վեշներ, delivery պես, այդպես բիզնեսի պես, այդպես սպասարկել եմ։
Թուխ մաշկով, համեստ ու միշտ ժպտացող Ջորջը պատմում է, որ մինչև Հայաստան գալը երկար տարիներ ապրել ու սովորել է Չինաստանում։ Նա մոտ 12 տարի անգլերեն է դասավանդել, սակայն COVID-ի պատճառով վերադարձել է հայրենիք Բանգլադեշ ու հենց համաճարակի տարիներին էլ նրա բիզնեսը ծանր հարված է ստացել։ Մի օր իմ անգերոջի հետ նստած մտածում եմ ինչ անեմ, որ վերջի հավաքած փողներ ունեմ ու ոնց ինչ կարամ անեմ լավ։ Իմ անգեր ինձ առաջարկել է, որ ձեր պես տղա պետք է երկրից դուրս եթա։ Մի հատ անգեր առաջարկել է, որ Ջորջ փորձեք Արմենիա ու սկիզբից ես էլ չեմ ջոգել եմ, որովհետև մեր մոտ էլ մի հատ տարածք ունենք Արմենիա անունով, Արմանի տոլա, դա շատ հին տարածքն է, որտեղ հայներ ապրել է հայկական գերեզման ու դեբրոցել ունենք։ Ջորջը պատմում է, որ միշտ ինքնուրույն ու համարձակ է եղել։ Սիրում է գնալ իր նպատակների հետևից։ Հիշում է, երբ առաջին անգամ ընտանիքին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան, մայրը շատ է անհանգստացել, սակայն վստահ է եղել։ Եթե Ջորջը որոշել է ինչ-որ բան անել, ապա անպայման կանի ու կհասնի իր նպատակին։ Նրա խոսքով իր համար փակ դռներ պարզապես գոյություն չունեն։ Սկիզբից իմ մամա չի բան արել, չի հավատել, որ դա լավ երկիր կլինի մեր համար, որովհետև այստեղ մի հատ բան կա, մենք մեր ազգից, որ մենք իմիգրանտ դառնում ենք, դա մեր համար կյանք շատ դժվար է սարքում։ Ջորջը հիշում է, առաջին օրերը Հայաստանում հեշտ չէին, բայց ինչպես ինքն է ասում, ճակատագրից չես փախչի։ Բանգլադեշից եկել եմ Բանգլադեշ, դա իմ համար շատ հետաքրքիր բան է։ Ես էլ չեմ որոշել եմ, այտենց ազգվածից սարկած է եկել, ես Ձավանոց էրպորտից դուրս եկել եմ ու տաքսի կանչել եմ, տաքսիստը ինձ հարցում է, որ երկրից եք, մի հատ պատմություն է, այտենց իմ տաքսիստը հարցում է, որ երկրից եք, ես ասում եմ Բանգլադեշ, որ ինքը միշտ չի ջոգ է սկիզբից, ասում է, չէ, which country, ես ասում եմ Բանգլադեշ, մտածել է, որ ես ասում եմ ձեր Բանգլադեշի մասին։ Հետո 4 տարի ես նույն տանում ապրում եմ։ Սկզբում աշխատել է անգլերենի ուսուցիչ, սակայն ինչպես ինքն է ասում, հաճախ բախվել է խտրական վերաբերմունքի։ Որոշ ծնողներ ակնարկելով նրա արտաքինն ու բանգլադեշցի լինելը պարզապես չէին ցանկանում, որ իրենց երեխաներին նա դասավանդի։ Ես հայերեն вообще չգիտեի սկիզբից, ու ես մտածել եմ, որ Հայաստան գամ, սկսեմ անգլերեն դասատելու գործը, այստեղ անգլերեն դասատելու գործի համար չի ընդունվել, սակտեգա ուզում է, որ կամ հայ լինի, կամ չգիտեմ էտի ասելու ճիշտ է, թե չէ սիպտակ լինի, որ American, British, որ նայում է հինդի, թե մեր ազգից, Բանգլադեշի մակարդակ չի նայում, որ ես IELTS-ի մակարդակ ունեմ։ Ջորջ Ալին Հայաստանում արդեն ընկերներ ունի։ Առաջինը հիշում է Անդրանիկին, որը նաև օգնել է իրեն հայերեն սովորելու հարցում։ Սակայն նրա կարծիքով հայերի հետ մտերմանալ ու ընկերանալ հեշտ չէ։ Հայների հետ անգլերեն առնելու շատ դժվար է։ Դա մենտալիտի հետ կապված է ու մի քիչ իգոյի հետ կապված է, որ հայն էլ շատ մեծ ազգ է եկել ու թագավոր ազգ է եկել մենք։ Նա ասում է, հաճախ իրեն շփոթում են հնդիկների հետ։ Շեշտում է, թեև արտաքինով կարող են նման լինել, սակայն իրենք բանգլադեշցիներ են, խոսում են բանգալերեն եւ ունեն սեփական պատմություն ու ինքնություն։ Ամեն հոգի վերայց հոտ չի գալիս, ամեն հոգի փնտի չի ու ես որ մայրաքաղաքի տղա եմ, ես դասատու եկել եմ 12 տարի, ես ինձ կարամ պահեմ նորմալ, բայց ես ամեն անգամ չեմ կարա թանկ շորով աշխատեմ, որովհետեւ մեր գործը вообще ուրիշ է։ Թեև շատ է կարոտում ուսուցչի իր աշխատանքը, բայց ստիպված է եղել դադարեցնել դասավանդելը։ Ես այստեղ զբաղվում եմ իմ բիզնեսով, ես իմ գլխի տեր եմ։ Ես այստեղ մակրոթիոնի մասին սպասարկում եմ տարբեր շենքում, տարբեր օբյեկտներում, ռեստորան, շարմանոցի հետ, ԱԴԶ-ի վրա պայմանավորվածություն ու ես մի հատ էլ փոքր բիզնես ունեմ, իմ բիզնեսի անունը Poster Dome, Instagram-ով կնայեք, ես ռեկլամ սարքում եմ փոքր։ Բայց սպասարկման ոլորտում աշխատելիս եւս հանդիպել է խտրական վերաբերմունքի։ Չնայած դրան ասում է, ընդհանուր առմամբ Հայաստանում իրեն ապահով է զգում։ Նա նույնիսկ չի բացառում, որ մինչև կյանքի վերջը կարող է Հայաստանում ապրել։ Շինարարություն գործի մեջ հայ ակտորներ գործանում 10,000 դրամով։ Եթե մենք մտնում ենք, մեզի տալիս է 7,000 դրամ։ Հայ ակտորներին նստում է, մի ժամ պերելի վանում է, вообще խնդիր չի կա։ Մենք նստում ենք 30 րոպե անցել է ու սկսել է օդ ցնցելու վիզի վրա։
Ակբեր հելեք գործ կա, հելեք ժամանակ չի կա։ Հայաստանում ապրելով նա սկսել է բացահայտել նաև այն մշակույթը, որն այսօր արդեն ինչ-որ չափով իրենն է դարձել։ Ասում է, հայերի ու բանգլադեշցիների միջև շատ ընդհանրություններ է նկատել, հատկապես խոհանոցում, իսկ հայկական ուտեստներից ամենաշատը սիրում է տոլման։ Նրան զարմացրել են նաև Երևանի փողոցներում ամեն քայլափոխի հանդիպող ցայտաղբյուրները։ Շատ քիչ է այդեն ժամանակ եկել, որ ես պետք է խանութ մտնեմ ու ջուր առնեմ իմ համար, որ չորանում է ու ուզում եմ մի տեղից բան անեմ, ջուր քմեմ, մի 500 մետրի մեջ մի հատ պուլպուլակ կա։ Թեպետ արդեն հասցրել է շրջել Հայաստանի տարբեր վայրերով, խոստովանում է, ամենաշատը ցանկանում է այցելել Սյունիք, հատկապես Մեղրի։ Ես Սևան գնացել եմ, Սևան ու Դիլիջան ես սիրել եմ մի անգամից, որ Դիլիջան գնացել եմ, ինձի Դիլիջանի որ անտարի մաս կա, շատ նստել եմ սիրտի։ Հայ աղջիկների մասին խոսում է հիացմունքով, բայց ասում է, դեռ ամուսնանալու մասին չի մտածում։ Տղամարդ եմ, ուզում եմ, բայց ճիշտ ասած ես չեմ ուզում քննիր դառնամ ուրիշ մարդի համար, որովհետև հիմա եթե այս պահին ազգի հետ կապ չունի, եթե նորմալ մի հատ աղջիկի հետ ես ամուսնանամ, այս աղջիկին ես այդտենց պետք է պահեմ, որպես իրանց պապա իրանց պահելա, որ աղջիկներին իրանց պապայի թագրուհի է։ Նա խոսում է նաև կացության թղթի կարևորության մասին։ Ասում է, առանց դրան օտարերկրացու համար Հայաստանում ապրելն ու աշխատելը շատ ավելի բարդ է։ Այս կացության թուղթը էդի պայմանագիր պես է, որ ես ձեր երկրում օրենքով պայմանագրած ապրում եմ, հարգմուծում եմ, եթե վագա մյուս օր ես հիվանդանամ, ես կարամ էթամ մի հատ ապա բացեմ ու մի հատ ձեր պետական հիվանդանոցի մեջ էլ բուժեմ, այդտենց մոմենտներ կա, որ օգնում է։ Բայց անկախ բոլոր դժվարություններից Ջորջը վստահ է, մարդը պետք է պայքարի իր նպատակների համար։ Ասում է, երբեք չի ամաչել որևէ աշխատանքից։ Իր խոսքով Հայաստան է եկել կյանքը կառուցելու, ոչ թե պարզապես գոյատևելու համար։ Ու հիմա անում է ամեն ինչ, որպեսզի տարիներ անց կարողանա հաջողության հասնել։ Նույնիսկ կատակով ասում է, 10 տարի հետո ուզում է Երևանի փողոցներով Lamborghini-ով շրջել։ Միայն մի բանի համար է երբեմն ափսոսում։ Ասում է, ծնողների աջակցությամբ համալսարանում երկար տարիներ սովորել է, գիտելիք ու փորձ է ձեռք բերել, բայց այսօր չի աշխատում այն մասնագիտությամբ, որի համար այդքան ջանք է ներդրել։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։